Հունիսի 29-ին Armflix կինոհարթակում մեծ պրեմիերա է։ Այսօրվանից կարող եք դիտել 16 մասից բաղկացած «Մեզանից մեկը» հեռուստասերիալի առաջին սերիան։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլախչյանն է, սցենարիստը Զոհրաբ Բեգասպարենցը, ռեժիսոր եւ օպերատոր Վահե Մարգարյան, գծային պրոդյուսեր Լիդա Արաքելյան, հնչյունային ռեժիսոր Տիրան Հայրապետյան, մոնտաժը M2 Production-ի։ Բացի այն, որ դերասանական կազմն է շատ լավը, սցենարն է շատ լավը, սցենարի մասին դու արդեն իզնից շուտ ես իմացել, լրիվ խմբագրությունը խմբագրելը դու ես արել Արիշակ ջան, եւ ինքը այնքանով է ակտուալ այս սցենարը, որ միանգամից sense 170 աշճանով տարբերվում է վերջի երկու Ամերիկայում նկարած ֆիլմերից, որոնք ավելի շուտ կոմեդիայի ժանրից էին, սա արդեն լուրջ ֆիլմ է, լուրջ խնդիր է առաջ դրված, որ առաջի անգամ ամբողջ ֆիլմը լրիվ ներված է լինելու ալկոհոլիզմով եւ նարկոմանիայով տառապող մարդկանց մասին է ֆիլմը եւ ինչով կարող ենք մենք այս ֆիլմով օգտակար լինենք այդ մարդկանց, որ ժամանակին հայտնաբերվի, ժամանակին բուժումները կատարվի, ժամանակին այդ մարդիկ ազատվեն այդ չարիքից եւ ամբողջ ֆիլմի նպատակը այդ է լինելու, համոզված եմ, որ եւ նկարանող խումբը եւ դերասանները, եւ ռեժիսորը, եւ սցենարիստը բոլորը ինձ թվում է շատ բարձր մակարդակի է եւ հերթական 16 մասանոց 16 էպիզոդից բաղկացած նոր հեռուստասերիալներ լինելու Armflix-ի եւ ARTN-ի համագործակցությամբ։ Շատ ուժեղ թիմ է աշխատում եւ ժամանակն է արդեն ուժեղ բաներ անենք, էլի։ Էկրանը ցույց կտա, ուրախ եմ շատ։ Գլխավոր դերերում Էնջել Մարտիրոսյանն ու Ալբերտ Դիլոյանն են։ Իմ կերպարը վստահ եմ, որ շատ կքննադատվի եւ պետք է քննադատվի, որովհետեւ իմ կերպարը անում է շատ ու շատ սխալ բաներ իր կյանքում։ Եվ դա էլ ֆիլմի հիմքերից մեկն է։ Թեմաներից մեկը, որի մասին խոսում եմ, բայց ինչն է հետաքրքիր, որ այս ֆիլմը ցույց է տալիս, սցենարը ցույց է տալիս, թե ինչի, որովհետեւ երբ որ քննադատում ես կամ դատում ես, չես մտածում, որ ամեն ինչ ունի պատճառներ, այս մարդիկ ունեն իրենց պատճառները այդ ամեն ինչին գնալու։ Նանի դեպքում իր խնդիրը տանը սեր չգտնելու պատճառով Նանը գնացել է թմրանյութերի։ Եվ կարելի ասել, երբ որ ինքը գտնում է այդ սերը արտի մեջ, չնայած որ շատ դժվար ու դժբախտ տարբերակով, բայց ինքը հրաժարվում է թմրանյութերից կամաց-կամաց։ Կերպարս ճիշտն ասեմ, սկզբից մի քիչ տենց վախեցնող կերպար էր, որովհետև ինքը շատ տարբեր էր, տենց չէր ուղղակի դեր էր, վերցեցիր մի բան տենց գտար այդ դերը ինչ ձևի կերպարը ու սկսեցիր խաղալ ու խաղացիր, չէ։ Այսի մի քանի ճյուղ ունեցող կերպարա, որ տարբեր մարդկանց հետ տարբեր ձև է շփվում, բայց կարծում արել եմ ինչքան որ կարացել եմ, հուսով եմ որ կսիրեն, ու կարացել եմ փոխանցեմ այն ինչ որ ուզում էր այդ կերպարով սցենարիստը Զորոն փոխանցեր մարդկանց իր միտքը։ Իմ կերպարը, ինչպես եւ բոլոր մյուս կերպարները, բարի մարդ էր, կամեցող մարդ էր։ Գիրք է տպում, փող է ծախսում, բայց նվիրում է այդ գիրքը։ Չէ՞ վաճառում, չէ՞ բանում, նվիրում է որ մարդիկ կարդան իմանան ու շատերը կարող է կարդան, բայց այդ հաստատություն չգան, միանգամից գիրքը իր օգուտը տա։ Ֆիլմում նկարահանված են նաև սիրված դերասաններ Չուկոն, Լիլի Վարդանը, Լիկա Կոստան, Անդրանիկ Մութաֆյանը, Զարե Գասպարյանը, Իվետա Եդիգարյանը, Դավիթ Սարգսյանը, Աշոտ Ղազարյանը, Աշոտ Եդիգարյանը, Անի Գրիգորյանը, ինչպես նաև մի շարք այլ սիրված դերասաններ։ Մեզանից մեկը հեռուստաֆիլմը անդրադառնում է շատ խորը եւ բավականին հետաքրքիր մի թեմայի՝ թմրանյութերից կախվածության եւ ալկոհոլի դեմ պայքարին, որը ունի նաև դաստիարակչական նպատակ։ Ֆիլմում շոշափվում է մի նուրբ գաղափար, այն կոչ է ետ դառնալու այդ դաժան չարիք հանդիսացող իրականությունից, թմրամոլությունից։ Մարդկանց սթափեցնելու այս նպատակը ֆիլմի հերոսները իրականացնում են իրենց կերպարներով, գլխավոր հերոսներից սկսած մինչև երկրորդական կերպարներ։ Հեռուստասերիալի սցենարը միանգամայն նորություն է իր ասելիքով, իսկ կերպարները աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալ արտիստական խաղով։ Մեզանից մեկը ֆիլմը կյանքի դաս է եւ զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով շեղվում են կյանքի ճիշտ ուղուց,
Ֆիլմը նաև սիրո հույզերի մեծ երազանքների հասնելու մասին է։ Մեզանից մեկը։ Դիտեք հունիսի 29-ից միայն Armflix հարթակում։ Շտապեք բաժանորդագրվել։